Կարծում եմ ամփույթ վերաբերմունքի գործելակերպի արդյունք է նաև, որտեղ չի կարելի այս բաժանման գծին շատ մոտ հնարավորություն տալ թշնամուն խոցել ինքնաթիռ, այստեղ նաև մեր պաշտպանության մեղք կա։ Ի վերջո մենք գիտենք, որ չէ, ամեն օր համարյա թե շփման գծում դիպուկահարները կրակում են, պատահում է զոհ ենք ունենում մարդկային, բայց ինչու պիտի չկրակեին ուղղաթիռին, առավել ևս մարդկային զոհերով է դա որդվում ցավոք սրտի։ Այս մի կողմը։ Իհարկե այն ինչ որ արեց Ադրբեջանը դա լուրջ սադրանք է եւ կարծում եմ, որ մեր զինված ուժերը պետք է այնպիսի մի բախ հարմարեցնեն, լուրջ պատասխան տան, որ Ադրբեջանը հասկանա, որ ամեն մի այդպիսի քայլին դիմելուց հետո ինքը ավելի ծանր կարող է հետևանքներ ունենալ։ Ինչ վերաբերվում է միջազգային արձագանքին, ինձ համար այդ արձագանքը ինչքան որ ես կարողացել եմ տեսնել, խոսում է նրա մասին, որ օրինակ Բրազայի արձագանքը, որը փաստացի ուղղակի մեղադրում է Հայաստանին, այսպես պաշտպանելով Ադրբեջանին, դա պարզապես զայրույթ առաջացնող մոտեցում է։ Դա խոսում է նրան մասին, որ դա ինչ որտեղ սպասվող ցանկալի իրենց համար միջադեպեր, իհարկե միջադեպը կազմակերպողը իրենք չէին, բայց դե որոշում այդպիսի մի առիթ օգտագործելու տպավորություն է թողնում եւ շատ բացասական գնահատական ունեմ այդ արձագանքին, այս հավասար պայմաններից հանդերձ գալու միայն զսպվածություն կոչեր անելու բացարձակապես այսպես հստակ եւ խստագույնս դատապարտելով Ադրբեջանին։ Ես կուզենայի, որ այդ կարգի միջադեպերից հետո Հայաստանը ինչ որ մի քայլի քաղաքական լուրջ դիմեր, որը Ղարաբաղի կարգավիճակը ավելի բարձրացնող լիներ։ Չեմ ասի, որ գիտեք, այդպիսի միջադեպից հետո բռնայինք ու անկախությունը ճանաչեինք, բայց ինչ որ քայլեր, որոնք իվնաս լինեին քաղաքական իմաստով, օրինակ, ասենք, այդ Երևան-Ստեփանակերտ թռիչք կազմակերպելը, իհարկե լրջորեն նախապատրաստվելով եւ ապահովելով անվտանգությունը, կարելի է շփման գծում լուրջ ռազմական միջոցներ կուտակել եւ ասել, որ քանի որ դուք այսպես, մենք այս քայլին դիմեցինք, կամ մեկ այլ քայլ, այսպես պետք է նստել, մտածել, կարելի է մտածել, որ այդպիսի ծանր հանցագործությունից հետո Ադրբեջանը հասկանա, որ ամեն անգամ Ղարաբաղ ավելի եւ ավելի անկախանալու եւ ավելի այնպիսի քայլերի է դիմելու, որոնք բացարձակապես ի օգուտ Ղարաբաղյան լինելու եւ նաս Ադրբեջանի ցանկալի կլներ։ Երգեստեր մտածելու, քննարկելու, գտնելու այդ լուծումները։ Այսինքն եւ ռազմական պատասխան լինի, փորձեն գտնել բախ հարմար մի առիթ կոշտ հարված հասցնելու եւ քաղաքական հետևանքներ դա ունենար։ Եթե այդպիսի մենք իրավիճակ ձևավորենք, օրորի Ադրբեջան ավելի քիչ կդիմի այսպիսի։ Եվս մի դիտարկում ինձ համար, եթե հիշում եք, մինչև Ռուսաստանում հանդիպում անցկացնելը նախագահների միջև, լուրջ լարվածություն կար Ղարաբաղ, Հայաստան, սահման հանդիպումից հետո մերմացում գնաց։ Մինչև Փարիզյան հանդիպումը, կարող եք ասել զուգատիպություն է, ես կարծում եմ աշխարհում զուգատիպություններ չեն լինում, Փարիզյան հանդիպումից հետո այս միջադեպը։ Իհարկե արտաքին բազմաթիվ ուժեր կան, որոնք տարբեր շահերից ելնելով կցանկանան այստեղ ապակայունացնել իրավիճակը, սա միանշանակ է։ Եվ այս աշխարհում տեղի ունեցող քաղաքական պայքարի, տնտեսական պայքարի պարագայում պետք է շատ զգուշ լինենք, ուշադիր լինենք եւ ազգովի այսպես աճառու լինենք, որ չենթարկվենք այդպիսի
նախաձեռնությունների, այդպիսի պրովոկացիաների եւ լուրջ ապակայունացման չբերենք երկրի։ Մասնավորապես Յեմիշյանի ասած, որ չպետք է այդքան մոտ, առավել ևս սահմանի մոտ չեզոք գոտում ուղղաթիռները զինավարությունների անեն կամ թռիչքներ կատարեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 94 թվականից ադրբեջանցիները հոգեբանորեն պարտված են ու անընդհատ փորձում են այդ հոգեվիճակից դուրս գալ, բարբերաբար մենք տեսնում ենք յուրաքանչյուր տարի բազմաթիվ անգամ եւ ամենավերջի փաստը դա օգոստոսյան, հուլիս-օգոստոսյան այն միջադեպն էր, որտեղ քթները լավ տրորվեց եւ դրանից հետո չէր կարող Ադրբեջանը սադրանք չիրագործել։ Ցավոք սերտը պետք է ասեմ, որ մեր ռազմական գերատեսչությունը հոգեբանորեն պետք է պատրաստ լիներ հասկանալ, որ Ադրբեջանը ինչ որ պահի իր ներքին, այսպես ասած, հանրությանը սպասարկելու համար ինչ որ բան պետք է աներ։ Ու արեց ցավոք սրտի մեր այսպես զինուժի հագերտավոր ասած աջակցության, որ ուղղաթիռները սահմանային այդ չեզոք գոտում թռչեցին։ Եվ երկրորդ նկատառումը, որ ես կուզենայի ասել, ինձ համար տարօրինակ է, արդեն 10-րդ օրն է մոտենում, որ այսպես օլիմպիական սառնասրտությամբ հետևում ենք այս միջազգային տեսակետների, զարգացումներին, թե ինչ կասեն, ով ինչ կասի, ինչպես կասի, դա կարծես մեր ազգի մոտ մենտալիտետ է, դա միշտ լսենք ուրիշի խոսքը, մեր մասին ինչ կասեն։ Մենք ինչ ենք անում։ Հիմա մեր զինծառայողները, յուրաքանչյուրը կարող է մտածել, որ այդ երեքի տեղը իրենք կլինեն եւ ինչ քայլեր է կատարվում դիակները հետ ստանալու։ Եթե մտածում են, որ դա պատերազմի վերսկսման գործընթաց է, ապա պետք է մինչև այդ թռիչքները այդ հատվածում չանեին։ Բոլոր պետք է ռազմական գործիչները պետք է բոլոր քայլերը այդ փաստորեն զին հրաբարակում հաշվի առնեն։ Մերոնք հաշվի չեն առնում։ Եվ մյուսը չի բացառվում ամենավտանգավոր, որ Աստված ոչ անի, աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից եղելու համար հարավային Կովկասում եւ ամենահարմար կետը դա Հայաստանը նորից վերսկսեն, այսպես ասած, լայնամասշտաբ պատերազմը։ Ցավոք սրտի Ադրբեջանում ներքին, այսպես ասած, կառավարման համակարգը խանական է։ Միշտ մենք մրցակցել ենք Ադրբեջանի հետ, որ նրանց մոտ շատ ավելի վատ է, քան մեզ մոտ, այդ սկզբունքն է գործել։ Եվ պատահական չի, որ նրանց այսօրվա լեքսիկոնը գնում է այն ռետորաբանություն նրանում, որ Հայաստանը այն վիճակի չի։ Այո, Հայաստանի վիճակը այսօր բալվոք չէ, բայց Հայաստանը կարող է այս պայդրությամբ օգոստոսին է ցույց տրվեց, որ Ադրբեջանը լուրջ հակահարված տալ եւ ես համամիտ եմ Գրիգորյան Մանվելի հետ, որ այդ դեպքում ադրբեջանցիները 94-ին երբ Միրբաշիրը լրիվ մինչև Կիրովաբադ դադարեր, կարող են գնալ առաջ, միջազգային ուժերի ազդեցությամբ մենք չգնացինք, չշարժվեցինք առաջ, հիմա կարող են գնալ առաջ։ Բայց ցավոք սրտի մենք հասել ենք մի վիճակի մարդկային ռեսուրսով, նյութական ռեսուրսով, կառավարման համակարգով, որ զուտ զինվորականը բանակը չի կարող իրականացնել այդ բոլոր ծրագրերը։ Այսքան։